ամբողջ պետական ապարատի 90%-ն մարդկանց կյանքին անհանգստություն պատճառում։ Նալբանդյան 130 հասցեում ծվարած ոստիկանական ոհմակը, անասնագոմը, բոլորը ոչ օրենք կա, ոչ օրինականություն կա, որի արդյունքում այսօր մարդիկ ապօրինի կալանավորված են, մեր սրբազանները, մեր Սամվել Կարապետյանը, մեր ազգի պարծանքները, ազգի հպարտությունները, Բագրատ սրբազանի նման կենսագրություն ունեցող մարդը այսօր կալանքի տակ է ազգային անվտանգության ծառայությունում, սա էլ է մեզ անհանգստություն պատճառում, որ մարդը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդին, հայոց հող ու ջրին, կենսագրությունը կարդալուց ուղղակի հուզվում ես, ոնց կարելի է նման մարդու հետ անգամ այսպես վերաբերվել։ Ես չգիտեմ, այս մարդը Փաշինյան, մի քիչ շեղվեցի իհարկե թեմայից, բայց Փաշինյան Նիկոլ անուն ազգանունով երևույթը, որ զբաղեցնում է կառավարության թիվ 1 շենքում վարչապետի աթոռը, ժամ առաջ, վայրկյան առաջ պետք է հեռանա։ Ինքը պետք է գիտակցի, որ ինքը բնության կողմից չի տրված էլի երկիր ղեկավարելու համար։ Ինքը ղեկավարում մի հանցախումբ, մի այլասերվածների ոհմակ, մի անբարոյականների ոհմակ, սկսած իր ոստիկանական անասնաֆերմայից, քնչական անասնագոմից, դատախազական հանցագործներից։ Միայն այս երկրում մի քանի դատախազներ են, որ նորմալ, կիրթ, ընտանիքից դուրս եկած եւ մեր լավ դատավորները, փառք ու պատիվ իրենց, անգամ օպերներ կան, այսպես կոչված այլասերված, ով են դրանք վավշե իրանց կյանքով մեկ, այդ ոհմակը միջամտում են դատական նիստերին, խոչընդոտում են դատավորներին արդար որոշումներ կայացնելուն։ Մինչդեռ վերջերս մենք ականատես եղանք, որ Վարդազարյան Ռուբենի նման մարդը, որին ես շատ հարգում եմ, եւ դատանի նախագահ է եղել, եւ ԲԴԽ-ի նախագահ է եղել, ազատազրկում տրվեց իրեն արդար դատաքննությանը միջամտելու համար։ Իսկ ով են քո օպերները, ով են քո այդ խուժան փողոցայինները, որ այսօր խոչընդոտում են դատավորին արդար որոշում կայացնելուց։ Մի մարդ, որ օպերի մակարդակին լինի, իրավունք ունի երկրի ղեկավար աշխատի։ Իհարկե ոչ, նա պետք է մի հատ զուգարան մաքրի, ընդամենը, ով են քո օպերները, ով հենց հիմա ես գալիս եմ Վճռաբեկ դատարանից ու նախադեպային որոշումները, խնդրեմ, իմ մոտ են, ինչ է նշանակում օպերատիվ հետախուզական աշխատանք, ինչ է նշանակում մարդուն հետամտելը, որ կարդում ես, մի թեթև կարդացի, ամբողջ մի հանցագործություն է կատարում, իր այդ ոստիկանություն կոչված, այդ քրեական հետախուզություն կոչված, այդ ոհմակը, այդ հանցագործները, եւ այսօր անպատիժ են, իսկ այսօր մեր փայլուն սրբազանները, մեր ազգի մեծ բարերարը արգելանքի տակ են, որի արդյունքում նրանց կյանքի, նրանց առողջությանը իհարկե պատճառվում է առանձնապես մեծ վնաս, ինչու եմ ասում առանձնապես, որտեղ քրեական օրենսգրքում այդպես է ասում, եւ մարդիկ այսօր զրկված են ազատությունից, մարդկանց հոգեկան տառապանք է պատճառվում։ Դրա համար այս Փաշինյան Նիկոլը ոչ միայն սա է գեղեցկույս անհարմարություն, իր ներկայությունն է անհարմարություն մեր ամբողջ կյանքի համար։ Միջև սա չհեռանա, ոչ միայն փողոցային անհարմարությունը, այլ մեր հոգեկան անհարմարությունը չի կարգավորվի։ Բա երկրի ղեկավար ես, դու մարդը քո ցանկությամբ եմ սրբազանները դատապարտվում, բա դու միջամտելու համար Վարդազարյան Ռուբեն ես դատում։ Շինծու մեղադրանքա հարկել է, ես փայլուն տիրապետում եմ իրավաբանությանը, շինծու մեղադրանքա գեղեցկույս, ով ատեսեմ մարդու մեղադրանք առաջադրել, չունենալով ոչ մի փաստական հանգամանք, մինչդեռ քրեական դատավարությունը հստակ սևով սպիտակի վրա գրած է, անձին մեղադրանք են առաջադրում համակցված բավարար ապացույցների միասնության ներքո, համակցության ներքո, բայց մարդը ոչ մի ապացույց չունի, ոչ մի, ընդամենը գրավորներ են այնտեղ, ասենք, ես էլ եմ նստում իմ տետրի մեջ գրում եմ, ինչից հետո ինչ պետք է անեմ։ Ասենք իմ ցանկ ոչ թե պետք է անեմ, այլ նշում եմ, ինչ որ ցանկանում եմ, նշում եմ, իսկ նման ահեսարսուր, նման ինչ ասեմ, սարսափելի հոդվածներով մարդկանց մեղադրանք առաջադրել, ահաբեկչություն, զանգվածային անկարգություն եւ այնտեղ մեկներ կա իշխանության զավթում, դա ուղղակի հանցագործություն է, առերևույթ, ապացուցված, հանրահայտ փաստերով հիմնավորված, որ կատարվել է քննչական կոմիտեի եւ դատախազության
հասարակության կողմից։ Այ Բագրատ Սրբազանը իր 18 հոգով ճիշտը պետք է խոսել էս Աստծու առաջ, արդարա։ Նրանք նման հատկանիշներով, նման հոդվածների հատկանիշներով հանցագործություն չեն կատարել։ Սույն գործով անգամ վկաներ չկան, անգամ բանը ոչ մի ապացույցներ չկան, մարդու հեռախոսը լսում են ու մոնտ իմ համար են տենց անում։ Ես այդ ինչի եմ ասած, այդ ամեն ինչ անցած է, իմ գլխով անցել է։ Ես ընդամենը իմ ժառանգությունը, իմ հոր, իմ տատու թողած ժառանգությունն եմ պահանջում։ Այս 10 տարի մտել են իմ գործերի մեջ, փողեր են աշխատում։ Եկել է իշխանության իր ցանկությունը պիտի կատարեն, ես էլ ցանկություն ունեմ, խոսքս ամփոփեմ։ Իմ ցանկությունն է ժամ առաջ, վայրկյան առաջ ձերբազատվել նախկին եւ ներկա ոհմակից։ Ինչքան Փաշինյան Նիկոլը մնաց իշխանության, այդքան նախկինները քաղաքական դաշտում լինելու են։ Նախկին ու ներկա չկա, սրանք բոլորը նույն մարդիկ են, ուղղակի տեղերն ու դերերն է փոխվել։ Դրա համար գեղեցկույս բոլորս համախմբելու ենք այս անգամ ճիշտ ընտրություն անել, Աստվածչանի միջև ընտրությունները հասնի, մի ձևի Աստծու կամքով ձերբազատվենք նախկիններից էլ, ներկաներից էլ։ Մենք փայլուն հայեր ունենք, հայորդիներ ունենք, մեր դրսի չքնաղ հայերը թող գան երկրի ղեկավար աշխատեն, մենք էլ կկանգնենք իրանց կողմից, վերջապես ապրենք բարիապես բարձր արժանապատիվ հասարակության մեջ։